այլևս փակուղում էին եւ պատերազմը անխուսափելի։ Նոր ընդդիմադիր երկու ֆրակցիաների պատգամավորները ասում են, որ բազմաթիվ դեպքեր են ունեցել, երբ բանակցությունները եղել են փակուղում, բայց պատերազմ չի եղել։ Այսինքն կարողացել եք այնպես բանակցել, որ պատերազմի չհասնի։ Ես իհարկե զարմանում եմ ֆանտազիայով մեր ընդդիմադիր գործընկերների ամեն բերված փաստին նոր ինչ-որ անիմաստ փաստարկ մտածել, նախ որ փակուղում էին բանակցային գործընթացը փակուղում էր, դա ապացուցելու համար ընդհանրապես կարիք չկար բանակցային փաստաթղթերը հրապարակելու։ Սերժ Սարգսյանն էր 2018 թվականի ապրիլի 17-ին այս դահլիճում վարչապետ ընտրվելուց պատասխանելով հանրապետական խմբակցության պատգամավորի հարցին ասել, որ բանակցային գործընթացը կանգնած է եւ որ հույս չի ներշնչում։ Հետո էլ ասում էր, որ ըստ էության հույս չպիտի ունենանք, որ Ադրբեջանը չի փորձելու ռազմական ճանապարհով լուծել հարցը։ Հաջորդը ինչու տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը։ Իմ մի կներեք էլի, բայց որ խնդրեմ կասեք գրի։ Ինչու տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը։ Երկու պատճառով, բայց գլխավորապես մեկ պատճառով։ Պատճառ համար 1։ 1998 թվականի դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջերի հարաբերակցությունը 1.1 էր։ Այսինքն գրեթե ամբողջությամբ հավասար։ 2008 թվականին օրինակ, երբ որ Ռոբերտ Քոչյանը ավարտում էր իր նախագահության շրջանը, արդեն այդ հարաբերակցությունը 1.5 էր, այսինքն արդեն Ադրբեջանի ռազմական բյուջեն Հայաստանի ռազմական բյուջեին գերազանցում էր առավել քան 5 անգամ։ Աղբյուրը Civilnet կարող է ցանկացածը ստուգել։ Civilnet-ն էլ իր հերթին այլ աղբյուրների հղում է անում։ Սերժ Սարգսյանի օրոք էլ ավելի է մի շրջան բարձրացել հարաբերակցությունը եւ մենք ժառանգել ենք շատ բարձր տարբերություն ռազմական բյուջեների, որը մեր օրոք է իդեպ քչացել, այսինքն տարբերությունը։ Եվ մյուս կողմից այս ամբողջ շրջանում տեղի ունեցել ինչ աճել է Ռոբերտ Քոչյանի ընտանեկան բյուջեի թիվը, ենթադրում եմ նաև Սերժ Սարգսյանի օրինակ Փեսայի ընտանեկան բյուջեն է ակնհայտ ակտիվ տեմպերով մեծ աճ գրանցել եւ սրան զուգահեռ բանակցային փաթեթում տեղի են ունեցել նախ ի սկզբանե բանակցային փաթեթը ինչի մասին է եղել, ինչպես 7 շրջանները վերադարձնել Ադրբեջանին եւ ինչ անել Լեռնային Ղարաբաղի հետ, ընդ որում Լեռնային Ղարաբաղի հետ բոլոր բանակցային փաստաթղթերում պարզ չէր թե ինչ է լինելու, իսկ ինչ է լինել, եթե պարզ չի ինչ է լինելու, պետք է իմանաս ինչ է այդ պահին, իսկ այդ պահին բոլորը ճանաչում էին Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Մի վարքյան ավարտեմ, հեսա դետալներով էլ կանրադառնամ։ Եվ այսինքն մի կողմից մենք ունենք ռազմական բյուջեի հարաբերակցության փոփոխություն ի օգուտ Ադրբեջանի, մյուս կողմից ունենք Ռոբերտ Քոչյանի, Սերժ Սարգսյանի եւ իրենց մերձավորների ընտանիքների ընտանեկան բյուջեների աճ, մյուս կողմից ունենք բանակցային փաստաթղթերի շարունակական վատթարացում հայկական կողմի համար եւ մյուս կողմից ունենք մի իրավիճակ, որ Ադրբեջանը նույնիսկ այդ վատթարացող փաստաթղթերին չի ասում այո, որովհետեւ ներողություն ես կպատասխանեմ, որովհետեւ ամեն հաջորդ փաստաթուղթ դառնում է ավելի լավը Ադրբեջանի համար։ Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ վերջին փաստաթուղթը, որին կողմերից որևէ մեկը ասել է այո, եղել է 2011 թվականի Կազանյան փաստաթուղթը, որին Հայաստանը իդեմ Սերժ Սարգսյանի ասել է այո, Ադրբեջանը իդեմ Իլհամ Ալիևի ասել է ոչ։ Դրանից հետո չի եղել որևէ փաստաթուղթ, ես հարցի եմ պատասխանում, չի եղել որևէ փաստաթուղթ, որին հայկական կողմը ասի հակառակ ասեմ, չի եղել փաստաթուղթ, որին Ադրբեջանը ասի այո եւ Հայաստանը ասի ոչ։ Հիմա խնդրում եմ հերթով։ Եվ հիմա գլխավոր հարցը, որ հնչեցվում է փաստաթղթի հրապարակումից հետո ընդդիմադիր տարբեր պաշտոնյա շրջանակների կողմից, հետեւյալն է, թե ինչ է հայկական կողմը պաշտոնապես պատասխանել 2019 թվականի առաջարկներին։ Կարող եք ասել ինչ է Հայաստանը պատասխանել 2019-ի ներկայացված առաջարկներին։ Եվ ինչու չի հրապարակվել պատասխանը։ Նախ տարօրինակ է, որ իրենք այդ հարցը տալիս են միայն 2019-ի փաստաթղթի վերաբերյալ եւ չեն տալիս 16-ի, 15-ի, չգիտեմ, 11-ի եւ մյուս։ Հաջորդը, Ժորժան, եկեք մի բան պայմանավորենք։ Խնդրում եմ երկու բան պայմանավորենք։ Բան համար 1, դուք խնդրում եմ, երբ որ ես պատասխանում եմ հարցերին, կողքից մի խոսեք, որ
որովհետև խանգարում եք եւ շեղում եք ինձ։ Եվ բան համար 2. Դուք տալիս եք ինձ հարցեր, ես պատասխանում եմ։ Խնդրում եմ, սպասեք հարցս հարցի պատասխանը ավարտեմ, կարողա ձեր շատ արժեքավոր կոմենտի եւ մեկնաբանության կարիքը չլինի ուղղակի վերջ։ Նորից սկսեք ընդհատված 19 թվականը ինչու չէի հրապարակել եւ ինչ է պատասխանել Հայաստանը։ Կրկին հատուկ ազատության համար կրկնեմ։ Նախ շատ տարօրինակ է, որ այդ հարցը տվողները չեն հարցնում, բա 2016-ի պատասխանը ինչ չեք հրապարակել 2011-ին է, մյուսը հաջորդը 2019-ի փաստաթուղթը ինչ է։ Իդեպ նոր վարչապետ Փաշինյանն էլ ասաց 2019 թվականի փաստաթուղթը 2016 թվականի դրությամբ կամ եթե այլ կերպ մեկնաբանենք 2018 կարելի է այդպես էլ մեկնաբանել փաստաթղթերի սեղմագիրն է, այն նոր առաջարկ չէ։ Հաջորդը Հայաստանը դրան պաշտոնապես չի պատասխանել, որովհետև Հայաստանը տեսել է այսքան սեղմագիրը 2018 թվականի իրավիճակի եւ գնահատման փուլում է եղել։ Լսեցիք վարչապետ Փաշինյանն էլ ասաց ի պատասխան դրա խոսքը գրավորի մասին չի։ Այսինքն համանախագահների հետ հանդիպման ընթացքում ինքը հարցրի արդյոք նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը կարող է չլինել Ադրբեջանի կազմում։ Հնչել է պատասխան, որ եթե Ադրբեջանը ուզի։ Եթե իմի բերեմ եւ կարճ պատասխանեմ 2019-ի փաստաթուղթը, որը ինքնին ոչ թե անկախ փաստաթուղթ է, այլ 2016 թվականի եւ ընդհանրապես ինչ եմ ասում 2016, որտեղ որ կարդաք տեսնեք, որ շատ քիչ է տարբերվում 2016 թվականի օգոստոսի փաստաթղթից։ Բայց այսպես ասենք 2018 թվականի դրությամբ փաստաթղթերի սեղմագիրն է եղել, այսինքն այն ինչ կար այդ պահի դրությամբ։ Եվ մենք դրա գնահատման փուլում ենք եղել։ Հետևաբար ես հիմա ձեզ ուղիղ հերքում եմ այն պնդումը ընդդիմության կողմից հնչեցվող, թե իբր եղել է 2019 թվականին որևէ ինչ-որ նոր առաջարկ եւ առավել եւս, որ մենք այդ որևէ նոր առաջարկին ասել ենք ոչ։ Հիմա մի վարքան, հիմա սկսել է թող ավարտի, հետո դուք կտակ։ Նախագահների բանակցած փաստաթղթերը վատն էին, անորոշ էին, հա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չուներ ըստ էության կարգավիճակ անորոշ չէր։ Բայց 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը սկսում է զրոյական կետից։ Ինչի հանգեցրեց այս զրոյական կետը։ Ախր բայց ես նոր հիմա ձեզ ինչի մասին էի ասում էի Սերժ Սարգսյանը, ներողություն։ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը այն էր, ինչ 2019 թվականի փաստաթղթում կար։ Մի վարքան, դե լավ, հիմա ինչ ավարտեք, ես կավարտեմ։ Ավարտում ենք։ Ավարտեցիք։ Դուք ասում եք, որ Դուք հիմա չեք ավարտում, դուք կրկնում եք ձեր նախորդ ասածը։ Ավարտեցիք հիմա։ որտեղ շեղում եք իմ հարցը եւ ուզում եք Իսկ կարող է դուք շեղում եք իմ պատասխանը։ Դուք ուղիղ ասեք, Նիկոլ Փաշինյանը երբ որ զրոյական կետից է Խնդրում եմ ավարտեք, որ պատասխան։ Ինչ ժառանգություն է զրոյական կետից է։ Ավարտեցիք։ 2019-ի փաստաթուղթը, որը ինչպես նոր ֆիքսեցինք, նոր առաջարկ չէր եւ 2018 թվականի դրությամբ, այսինքն Սերժ Սարգսյանի թողած ժառանգություններ գնահատման փուլում է եղել Հայաստանը։ Եթե ձեր հարցի հենթատեքստը, իսկ ձեր հարցի հենթատեքստը հետեւյալն է, որ ընդդիմությունը ասում է, չէ, որ Փաշինյանը եկավ, ամեն ինչ թողեց մի կողմ, մերժեց այդ պահին սեղանին արկա փաստաթուղթը եւ ինչ որ նոր բաներ ասեց։ Ես հիմա ապացուցում եմ, որ այդպես չի, որտեղ 2000 Դա Նիկոլ Փաշինյանն է ասել, ես ասում եմ զրոյական կետից։ Ինչ ընդդիմության անունը տվեց։ Ես էլ ձեզ ասում եմ, որ 2019 թվականի փաստաթուղթը, որը Սերժ Սարգսյանի ժառանգությունն էր, մի բան էր, որը սեղմագիրն էր Սերժ Սարգսյանի նախագահության ավարտի դրությամբ։ Այդ փաստաթուղթը հայկական կողմը չի մերժել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը զրոյական կետից է սկսել, թե ոչ։ Զրոյական կետը 2019 թվականի սեղմագիրն է, որը նույն ինքը, որը նույն ինքը ախր հենց նոր վարչապետ Փաշինյանը ձեզ ասեց զրոյական կետը որն է եղել։ Ասում է ես եմ ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահներին ասեք, հիմա կտակ մի հատ հասկանանք վերջին դրությամբ իրավիճակը զրոյական կետը որն է, եւ իրանք տվել են 2019 թվականի սեղմագիրը։ Պատասխանեցի ձեր հարցին։ Սեփական բառ հետեւաբար անիմաստ Դե դուք եք զրոյական կետից հարցնում։